Ձեզ չի թվում, որ սովետական ժամանակից իրապահների մասին անեկդոտ կար, ասում էին, был бы человек, оставьте всегда найдется, չէ՞, նենց կատակ էին անում, ինչքան որ կատակ չգիտեմ, բայց հիմա եթե այս հանցանքը չկա մեջը, կարող է սկսել մանգալ մի ուրիշ բան գտնել Սամվել Կարապետյանի վրա, չէ՞ որ հիմա տաշիր պիցաներն ես տուգում իրար հետ մի անգամից չգիտես, հետո տուգանքներ են դնում էլեկտրոցանցերի վրա, կարող է էլի մանգա մի բան գտնեն, չէ՞ որ այդպես չի լինի որ սխալվել ենք, ասենք, կներեք, բաց ենք թողում։ Տեսեք, ամբողջ իշխանական վերնախավը իրենց դեմ ցուցմունք են տալիս։ Իրենք կարող են լուր մնալ, ասել իրավական գործընթացա դեպի մենք ինչ իմանանք, ինչ ա եղել, չէ՞։ Բայց բոլորով ԱԺ ելույթների ժամին ելույթներ են ունենում եւ ասում են պետքա օթերը փակել, պետքա հեծը խլել, պետքա չգիտեմ, էս անել, են անել եւ նաեւ տաշիր պիցաների process-ը, այսինքն հստակ բան կա, ուղերձ կա, որ մենք ձեզ եւ անձամբ ենք քաղաքական հետապնդում եւ ձեր բիզնես գործունեությունն ենք անձամբ քաղաքական հետապնդման ենթարկում եւ նաեւ ձեր կողքը կանգնած 51 մարդու էլ ասենք ծեծ ու ջարդով բանով տարել ենք ձերբակալել ենք ապօրինի պահել ենք սրանք ուղերձներ են որոնք որ շատ կարեւոր է որ մենք որպես հասարակություն մենք որպես քաղաքացիական հասարակություն տեսեք քաղաքացիական հասարակության ինստիտուտները չեն դատապարտում նկատում եմ ՀԿ սեկտորը քաղաքացիական հասարակության ինստիտուտներից միայն եկեղեցին է որ դատապարտել որտեղ եկեղեցին նույնպես քաղաքացիական հասարակության ինստիտուտ է այն ՀԿ-ները որ մենք հայտնի իրավապաշտպաններ ունենք չէ՞ որ խոսում են բան ասենք ծիտը մեկի ուսին ծրտում էր դատապարտում էին ձայն չկա ձայն չծպտուն չեն հանում հիմա ինչու որովհետև նաև սրա մեջ կա բան աշխարհակաղակական հատված որովհետև սա նաև մատուցվում է աշխարհակաղակական համատեքստում որ Հայաստանում բան մենք ինքնիշխան ենք, նայեք պետության համը հեսա կմնա ձեր բերանը, բան, բայց պետության համը մնացել այն մարդկանց բերանը, ովքեր այս պահին վայելում են այդ պետության տված հնարավորությունները, ավելին նաև ապօրինություններ են անում այդ հնարավորությունների շրջանակներում։